անել։ Հավանաբար շատ-շատերի մոտ է գալիս մի պահ, երբ դու հասկանում ես, որ կյանքի այս этаպում դու էներգիա չունես։ Այսպիսով, ինչպես վարվել, ինչ կարելի է անել այս դեպքում, ինչ անցնել այն կետերին, որոնք կօգնեն ձեզ էներգիա ձեռք բերել կամ չկորցնել այն, չմոռանաս բաժանորդագրվել, եթե ցանկանում ես ինքնակրթվել եւ ինքնազարգանալ, ինձ հետ միասին։ Երբ վերջին անգամ հանգստացել։ Եվ այստեղ մենք խոսում ենք ոչ այն հանգստի մասին, որը որ դուք տրամադրում եք շաբաթական 1-ից 2 օր, խոսքը 1 շաբաթ, 1 ամիս կտրվածքի մասին է։ Եվ արդյոք ունեցել գուցեև այդ հանգիստը ձեզ մոտ արձանագրվել է 3-4 տարի առաջ։ Ասա մի պարզ բան, երևի թե դուք էլ նկատած կլինեք, որ մեր հասարակության մեջ առհասարակ հանգիստը որպես այդպիսին նորմա չէ։ Այսինքն հանգստանալը դա շատ մեծ շքեղություն է, որը որ իդեպ հոգեբանորեն նամանավանդ աղջիկների մոտ ես նկատում եմ, որ հանգստանալը մենք թույլ չենք տալիս մեզ հանգստանալ ու իդեպ այդ խնդիրը ունեցել եմ նաև ես։ Մեղավոր զգալը, որ դու հիմա հանգստանում ես, բայց կարող ես այլ բան անել։ Մեղավոր զգալը, որ դու առհասարակ քեզ թույլ ես տվել նման շքեղություն, միշտ մեզ կանգնեցնում է շատ լուրջ փաստի առաջ։ Բայց դա բերում է միայն մի հանգամանքի եւ միայն մի ելքի, դա այն է, որ դուք այլևս չեք կարողանում էներգիա կուտակել, որպեսզի կարողանաք որևէ գործողություն ծավալել որպես այդպեսին։ Եվ դուք շատ հավանաբար հրաժարվում եք բոլոր այն գործողություններից, որոնք վաղ թե ուշ ձեզ որևէ նպատակի պետք է հասցնեն։ Երևի թե շատ-շատերը ուղղակի անտեսում են այս կետը, համարելով ոչ այդքան կարևոր, բայց միանշանակ դուք տնօրինում եք ձեր ժամանակը, երբ գիտեք, որ գործողությունից հետո որ գործողությունն է պետք կատարել, միանշանակ նախ գործողություններն են կատարվում ավելի արագ, երկրորդ դուք ավելի կազմակերպված եք, ավելի շատ գործողություններ եք առհասարակ հասցնում մեկ օրվա մեջ կատարել, եւ այստեղ ամենակարևոր խորհուրդներից մեկը, որ ես կուզենայի ձեզ տալ, անպայման ձեռք բերել tracker привычек։ Ես այս վիդեոյում խոսում եմ tracker привычкայի մասին, անպայման նայեք, ձեզ համար շատ օգտակար եւ լավ ինֆո կառանձնացնեք։ Մեկ օրում առհասարակ մեր ուղեղը պատրաստ չէ մի քանի հազար գործողություն կատարել։ Եվ հետեւաբար իրեն հարկավոր է հստակություն նախ եւ առաջ եւ քիչ գործողություններ։ Այսինքն, եթե դուք նպատակ եք դրել մեկ օրվա ընթացքում 10 գործողություն ծավալել, հավանաբար 1-ից 2-ը կարողանա կատարել ձեր ուղեղը եւ էներգիա կունենա այդ գործողությունները կատարելու համար, բայց որպես այդպեսին մնացյալի համար ինքը էներգիա չունի։ Կարող եք 1-ից 2 գործողություն սահմանել մեկ օրվա մեջ, բայց ոչ 8-ից 10, որի համար տվյալ պարագայում դուք չունեք եւ չի կարողանում կենտրոնանալ ձեր ուղեղը այդ գործողությունները մեկ օրում միանշանակ բոլորը կատարելու համար 8-ից 10-ի համար չափազանց շատ էներգիա է հարկավոր եւ ինքը ստարտում պատրաստ չի այդքան ձեզ տրամադրել։ Հետեւաբար հիանալի կլինի, եթե դուք պարզապես կարողանաք բաշխել դրանք օրերի միջև։ Դուք չեք հասկանում ձեր իրական ցանկությունները, ուղեղը չի ցանկանում ձեզ էներգիա տրամադրել դրանց իրականացման համար։ Ինչպես հասկանալ։ Ինչ ես դու ցանկանում, որպեսզի քո ուղեղը կարողանա տրամադրել հենց այդ էներգիան։ Այն մեթոդը, որը ինձ օգնել է, պարզապես տալիս եք 3 կարևորագույն հարցերը, որի միջոցով դուք կարողանում եք պարզել, թե ինչ եք դուք իրականում ցանկանում։ Որովհետև երբեմն մենք մեր առաջ դնում ենք այն նպատակները, որոնք հասարակության կողմից են մեզ տրվել կամ մեզ հարազատ բարեկամ մարդկանց կողմից, հա։ Եթե անգամ ձեր մայրը կամ ձեզ շատ հարազատ մարդ ասում է, թե դուք պետք է բժշկական ընդունվեք, բայց դուք ատում եք բժշկությունն առհասարակ, այդ դեպքում ձեր ուղեղը բացարձակապես պատրաստ չէ էներգիա տրամադրել այն ցանկության վրա, որը որ ձեզ հաճույք որպես այդպես չի պատճառելու։ Այսինքն ուղեղի համար կարևոր է այն հաճույքը, որը որ նա ունենալու է դրա հետևանքով, բայց քանի որ դա հաճույք չի պատճառելու իրեն, որովհետև դա իր նպատակը չի, այդ իսկ պատճառով այն դադարում է ձեզ տրամադրել էներգիա։ Եվ այստեղ միանշանակ կարևորը, որ դուք հասկանաք ինչ եք ցանկանում դուք։ Իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք տաք ձեզ 3 կարևոր հարցեր։ Ինչով կզբաղվեի ես, եթե
այդ աշխատանքը բացարձակապես չվարձատրվեր որևէ մարդու կողմից։ Ես վաստակեի 1 միլիոն դրամ։ Ինչպես կբաշխայի այդ գումարը եւ ինչ ներդրում կկատարեի հենց այդ ժամանակ։ Պիսի զգացողություններ ու զգացմունքներ ես կունենայի այս 3 բոլոր գործողությունները կատարելուց հետո։ Դուք կոմենտարիայում գրեք, իսկ ես կասեմ անկեղծ եք եղել թե ոչ։